Հուլիսի 24-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկային նախարարության եւ ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը։ 2026 թվականի առաջին կիսամյակում վարչությունում գրանցվել է 87 հանցագործություն։ Առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է 25, ծանր հանցագործություններինը 37,8%-ով։ Միաժամանակ 57,6%-ով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները, իսկ սեփականության դեմ ուղղվածները նվազել են 21,7%-ով։ Էականորեն 88,9%-ով նվազել են բնակարանային գողությունները։ Միաժամանակ աճել են համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունները։ Հաշվետու ժամանակահատվածում Վայոց ձորի մարզում հրազենի գործադրման հանցագործություններ չեն գրանցվել։ Ընդհանուր պատկերում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, ինչը հիմնականում պայմանավորված է բարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։ Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաշվետու կիսամյակում գրանցվել է 181 հանցագործություն, բացահայտվել 150-ը կամ 82,9%-ը։ Անչափահասների կողմից հանցագործություններ չեն կատարվել, սակայն անչափահասների նկատմամբ կատարվածներն աճել են։ Համայնքային ոստիկանության Վայքի բաժնում գրանցվել է 109 հանցագործություն, բացահայտվել 97-ը։ Բացահայտման ցուցանիշը կազմել է 89%։ Աճը հիմնականում պայմանավորված է հասարակական անվտանգության, կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում լատենտային հանցատեսակների հայտնաբերմամբ։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 42,9%-ով, անչափահասների կողմից հանցագործություններ չեն կատարվել։ Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնում գրանցվել է 31 հանցագործություն, բացահայտվել է 26-ը, 83,9%-ը։ Հանցագործությունների ընդհանուր թիվը նվազել է 24,4%-ով, աճել են ընտանեկան բռնության դեպքերը, իսկ անչափահասների կողմից կատարված հանցագործություններ չեն արձանագրվել։ Վայոց ձորի պարեկները 31 հանցագործության դեպք են բացահայտել։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 17007 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 291-ով ավելի։ Աճել է ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց զոհերի եւ վիրավորների թիվը։ Ոստիկանության գվարդիայի Եղեգնաձորի պետական պահպանության բաժնի պետը ներկայացրել է հասարակական կարգի պահպանության, օբյեկտների անվտանգության ապահովման, զանգվածային միջոցառումների ժամանակ ծառայության կազմակերպման եւ ոստիկանության մյուս ստորաբաժանումների հետ իրականացված աշխատանքի արդյունքները։ Ամփոփելով Վայոց ձորի մարզում 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները, Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար եւ տվել մի շարք հանձնարարականներ, մասնավորապես մանրամասն վերլուծել արձանագրված յուրաքանչյուր բացասական ցուցանիշ, բացահայտել դրանց պատճառները եւ ձեռնարկել համապատասխան միջոցներ։ Ներքին գործերի նախարարը ընդգծելով Վայոց ձորի մարզի առանձնահատկություններն ու հանցավորության ցածր մակարդակը, հանձնարարել է առավել ակտիվացնել բացահայտման եւ կանխարգելման ուղղությամբ աշխատանքները։ Անդրադառնալով մարզում արձանագրված ընտրական հանցագործություններին, Արփինե Սարգսյանը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքը օպերատիվ տեղեկությունների ստուգման եւ յուրաքանչյուր դեպքի ամբողջական բացահայտման ուղղությամբ։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների նվազման համատեքստում նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է բարձրացնել բացահայտման արդյունավետությունը եւ շարունակել կանխարգելիչ աշխատանքը։ Ներքին գործերի նախարարը ոչ բավարար է գնահատել ապօրինի զենք զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքը, հանձնարարելով ակտիվացնել օպերատիվ հետախուզական միջոցառումներն ու ստորաբաժանումների միջև համագործակցությունը։ Առանձին ուշադրություն է հրավիրվել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին։ Նախարարն անդրադարձել է նաև անչափահասների հետ տարվող աշխատանքին եւ հանձնարարել չթույլատրել կանխարգելիչ միջոցառումները, պատշաճ վարել հաշվառումները, պարբերաբար այցելել ուսումնական հաստատություններ, խորացնել համագործակցությունը գործընկեր կառույցների հետ։ Արփինե Սարգսյանը շեշտել է, որ ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերով անհրաժեշտ է ապահովել յուրաքանչյուր ահազանգի անհապաղ եւ պատշաճ արձագանք, գնահատել ռիսկերը եւ հետեւողական վերահսկողություն իրականացնել կրկնահանցագործությունների կանխարգելման եւ բացառման ուղղությամբ։ Անդրադառնալով ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճին, նախարարը խիստ հանձնարարականներ է տվել իրականացնել պատճառների վերլուծություն, ակտիվացնել երթևեկության վերահսկողությունը, հատկապես վթարավտանգ ճանապարհահատվածներում։ Գվարդիայի ստորաբաժանումների ղեկավարներին Արփինե Սարգսյանը հանձնարարել է ակտիվ ներգրավել իրավախախտումների կանխարգելման եւ հանցագործությունների բացահայտման աշխատանքներում։ Ներքին գործերի նախարարը նշել է, որ ծառայողների առավել նախաձեռնողականությունը կնպաստի աշխատանքի որակի, հետևաբար եւ հանցագործությունների բացահայտման ու կանխարգելման արդյունավետությանը։
Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի 39-ամյա եւ 36-ամյա բնակիչները ապօրինի ձեռքբերում եւ իրացնում են տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Օպերատիվ տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համագործակցությամբ օգոստոսի 2-ին ժամը 15-ին, երբ երկու տղամարդիկ այցելել էին Խաղաղտոնի փողոցի մի բնակչի տուն, քրեական ոստիկանները ձերբակալեցին եւ նրանց եւ 33-ամյա տանտիրոջը։ Ձերբակալման պահին 36-ամյա տղամարդը ձեռքին եղած փաթեթը նետեց տանտանիք։ Տարածքը վերցվեց հսկողության, իսկ 3 ձերբակալվածները տեղափոխվեցին համայնքային ոստիկանությանն ու Բարաշենի բաժին։ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զրնությամբ Խաղաղտոնի փողոցի հիշյալ տան կտուրին հայտնաբերվեց փաթեթը, որում կար 318 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգված։ 39-ամյա եւ 36-ամյա տղամարդիկ կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։ Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 112։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1992 թվականին ծնված Վահագն Մարտիրոսյանը։ Նա դուրս է եկել Ճամբարակ համայնքի իր բնակարանից եւ չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։ Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել եւ կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ 2025 թվականի հունիս ամսից ոստիկանությունում գործարկվել է SafeU առցանց անվտանգ բջջային հավելվածը։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերին արագ արձագանքելու եւ լատենտային բնույթ կրող դեպքերը բացահայտելու նպատակով SafeU-ն ապահովում է առավել արագ արձագանքում։ Հավելվածը հնարավորություն է տալիս բռնությունից տուժած անձանց կանչ կոճակի միջոցով արագ ահազանգել ոստիկանություն եւ ստանալ համապատասխան աջակցություն։ Անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից հավելվածն անվտանգ է, չունի անձնական տվյալների արտահոսքի ռիսկեր։ Հավելվածը մշակվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ եւ ինտեգրվել ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում։ Կառավարությունն իրազեկում է Անտառներն ու բուսածածկ տարածքները մեր երկրի կենսական եւ ռազմավարական հարստությունն են, սակայն անգամ մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Բնության գրկում հանգիստը կազմակերպելիս դրսևորեք հոգատարություն, ստեղծեք մաքուր եւ անվտանգ միջավայր։ Հրդեհավտանգ ժամանակաշրջանում խստիվ արգելվում է բուսածածկ տարածքներում նետել այրվող լուցկի կամ ծխախոտի մնացորդներ, չնախատեսված վայրերում խարույկ վառել։ Արգելվում է վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխելը, բաց կրակից օգտվելը, ինչպես նաև բացատներում շշեր եւ ապակու կտորներ թողնելը։ Դրանք կարող են ոսպնյակի նման ֆոկուսացնել արևի ճառագայթները։ Արգելվում է այրել չոր խոտը կամ խոզանը։ Վառելանյութերն ու քսանյութերը պահեք փակ տարաներում։ Դրանց պահման վայրերը շրջափակեք առնվազն 1.5 մետր հանքայնացված շերտով։ Մաքրեք բուսածածկույթից եւ փայտի մնացորդներից։ Հրդեհի փոքր օջախ տեսնելիս անտարբեր մի անցեք։ Անմիջապես փորձեք մարել կրակը կամ արագ ահազանգեք 112։